Աշտարակցիներ, Արագածոտնի մարզի սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ ձեզ բոլորիդ այստեղ տեսնելու, սպասված հանդիպում եմ մեզ բոլորիս համար։ Անցնող տարիները մեզ համար հեշտ չեն եղել, բոլորիս համար հեշտ չեն եղել, բայց վստահ եմ, որ գալիք ճակատագրական ընտրություններում միասին ուսուսի տված հաղթահարելու ենք և մեր սկսած գործը ավարտին ենք հասցնելու։ Գիտեք, երեկվանից սպառնալիքներ են հնչում ամբողջ հայ ժողովրդին, բա եթե հանկարծ չգնաք քվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի։ Այդ 18-ին ժողովուրդը քվեարկեց պատերազմեղա զոհերևան, 21-ին քվեարկեց հերթական պատերազմը, հերթական զոհերը։ Այս ինչ խաղաղությունից եք խոսում։ Ինչքան խաղաղություն բառն ասել են, այնքան միայն պատերազմներ ու պատերազմներ են բերել։ Ոչ այն մոդուլը, որ հիմա այն բանաձևը, որ առաջարկում են, երաշխավորված պատերազմի ճանապարհն է։ Բայց ամենաողբերգությունն այն է, որ սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Որքան պետք է չսիրես սեփական ժողովրդին, որ նրա հետ շանտաժի լեզվով խոսես, սպառնալիքի լեզվով խոսես ու դրսից տղա Ալիև բերես սեփական ժողովրդի գլխին։ Սա ուղղակի խայտարակություն է։ Հետո էլի կգան, հետո էլի եթե իհարկե չի լինի, բայց եթե լինեն իրենք իշխանության, կգան ու կասեն, այ հիմա պետք է սահմանադրությունը փոխենք, որ լինի խաղաղություն, հետո անկլավները հանձնենք, որ լինի խաղաղություն, հետո որպես հայ մոռանանք ով ենք, որ այդ ժամանակ հաստատ խաղաղություն լինի, ինչը բնականաբար մենք բոլորս թույլ չենք տալու։ Սիրելի հայրենակիցներ, մի տարածված թեզ ևս կա, որի մասին ես ուզում եմ կարճ անդրադառնալ։ Ասում են, գիտեք, ամբողջ աշխարհը այս իշխանության մեջքին կանգնած է։ Բա տեսեք Միացյալ Նահանգները, Եվրոպան, այս մեկը, այն մյուսը, ի վերջո Բաքուն և Անկարան։ Սիրելի ժողովուրդ, ոչ Վենսը, ոչ Կալասը, ոչ Ֆիդանը, որևէ մեկը այս երկրում իշխանություն չի ձևավորում։ Դուք և միայն բացառապես դուք եք իշխանություն ձևավորողը ու ամբողջ աշխարհը հաշվի աննստելու այն ընտրության հետ, որ կատարելու է հայ ժողովուրդը։ Հետևաբար այդ թեզը, որ առաջ են տանում, միանգամից ասեք ստոպ, մենք ենք որոշելու, թե մեր երկրում ով է լինելու իշխանություն և ով է պահելու հայկականությունը մեր երկրում։ Սիրելի հայրենակիցներ, ես քանի որ նախկինում գրեթե 10 տարի նաև ուսուցիչ եմ աշխատել, ուզում եմ շատ կարճ այս նաև ուսուցիչների վերաբերող մի հարցի անդրադառնալ։ Գիտեք, որպես սկզբունք ամրագրված է, որ ուսուցիչները պետք է ատեստացիա հանձնեն և նոր աշխատավարձը բարձրանան։ Մեր խորին համոզմամբ ուսուցիչը առանցքն է ընդհանրապես ապագայի այն սերնդի, որ կրթում և հետագայում պետություն պետք է ստեղծի ու զարգացնի։ Հետևաբար անտրամաբանականը, որ օրինակ դատախազը առանց ատեստավորման բարձր աշխատավարձ է ստանում, իսկ ուսուցիչը ամենամեծ տանջանքներով այդ ատեստացիաներով պետք է անցնի, նոր աշխատավարձը բարձրացնի։ Մենք վստահ ենք, որ բազային աշխատավարձի բարձրացմանը միանշանակ պետք է գնալ, իսկ այն ուսուցիչները, ովքեր 15 տարի արդեն մանկավարժական գործունեություն են ծավալում, եթե ուսուցիչը 15 տարի արդեն երեխա է կրթում, հետևաբար նա ինքը ավտոմատ պետք է համարվի ատեստավորված և ավտոմատ նրա աշխատավարձը պետք է բարձրանա։ Մենք ֆունդամենտալ փոփոխությունների ենք գնալու կրթական համակարգում, առաջիկայում տարբեր ոլորտների վերաբերյալ մեր մոտեցումները հնչեցնելու ենք, տնտեսությունից մինչև կրթություն, սոցիալական ծրագրերից մինչև անվտանգություն, շերտ առ շերտ բացահայտելու ենք, ցույց ենք տալու, թե ինչպիսի Հայաստանում մենք կապրենք այդ բոլոր ոլորտները հաշվի առնելով։ Բայց ես ուզեցա, որ ուսուցիչների մասին առնվազն այդ դրույթը հստակորեն նշեմ, որ ուսուցիչների բազային աշխատավարձը 6 տակի ավելանալու է և 15 տարի մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչները համարվելու են ավտոմատ